Կարևոր մի հաստատում եմ ուզում անել, դուք շատ լավ խոսում եք, էջերով զեկույցներ պատրաստում, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը չի չափվում գրված էջերի քանակով, այլ փոխված կյանքով, փոխված հասարակությամբ, հանրությամբ։ Եվ դուք սոսկ հայտարարություններ տարածող ծառայություն չեք, ոչ էլ հասարակական կազմակերպություն եք, այլ կանխարգելման ազգային մեխանիզմ, որը երաշխավորված է ՄԱԿ-ի կոնվենցիայով եւ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ։ Եվ հիմա անցնեմ այն վերջին հարցին, որի շուրջ ես ձեզ հարց տվեցի, խոսքը վերաբերվում է մեր ռազմագերիներին, Ռուբեն Վարդանյանի նամակը, Դավիթ Իշխանյանի նամակը անձամբ ձեզ ուղղված։ Եվ այդտեղ բնականաբար ես հետևում եմ այս գործընթացներին եւ բազմաթիվ ձեր հարցազրույցներ եմ լսել, մեկնաբանություններ եւ այլն։ Թույլ տվեք ասել, որ դուք շարունակ թաքնվում եք այսպես մի մարդու կերպարի մեջ, որը շատ բան գիտի, բայց այս խոխունության որոշում է ամեն ինչ ասել, որտեվ ուղղորդվում եք մի վնասիր սկզբունքով։ Եվ կարելի է մտածել, թե ինչ որ գործողություններ են կատարվում եւ դուք չեք խոսում, որպեսզի չվնասեք։ Բայց ես ուզում եմ ասել, որ իսկապես մարդասիրական եւ իրավական հնարավոր մեխանիզմները, եթե գործադրված լինեին, մենք բոլորովին այլ պատկերի առջև այսօր կանգնած կլինեինք։ Ըստ էության, եթե կա խաղաղության գործընթաց, որը այսքան տարփողվում է քաղաքական մեծամասնության կողմից, այդ ի՞նչն ենք վնասում։ Մյուս կողմից, եթե կա խաղաղության գործընթացի երկուստեք փոխանակումները, այդ նավթ ու գազին չեմ ուզում անդրադառնալ, այս կոնտեքստում ուղղակի բարոյական չի, բայց տեսեք խմբերի փոխանակումներ են տեղի ունենում, նշանակում է ինչ որ մարդասիրական գործընթացներ կան, այնուամենայնիվ շփումներ կան։ Եվ ես կարծում եմ, որ բավարար քաղաքացիական ասեմ, քաղաքականը չի կարելի դեր կոնտեքստում օգտագործել, եթե բավարար քաղաքացիական կամք եւ մասնագիտական եւ մարդկային կամք դրսեւորեիք, դուք կարող եք այդ միջանցքում տեղավորվել եւ այս խնդիրները տեղ հասցնել։